Բարև։ Զբոսաշրջիկների սիրելի արևոտ Մայորկայում կրաքարի շերտերի տակ հայտնաբերվել են հետքեր, որոնք 270 միլիոն տարեկան են։ Դրանք պատմում են պատմություն այն մասին, թե ինչպես կաթնասուններն առաջին անգամ ոտքի կանգնեցին։ Այսպես, հնեաբանների միջազգային խումբը հայտնաբերել է հետքեր, որոնք պատկանում են դինոզավրերի հայտնվելուց շատ ու շատ առաջ ապրած արարածի։ Դա գորգոնոպսն է։ Թրատամ գիշատիչ, մոտավորապես խոշոր շանչափերի։ Այն դեպի կաթնասուններ տանող էվոլյուցիոն ուղու առաջին ներկայացուցիչներից մեկն էր։ Գորգոնոպսն ապրել է Պերմի ժամանակաշրջանում։ Այն ժամանակաշրջանում աշխարհը բավականին տարօրինակ էր։ Ցամաքը ներկայացված էր միասնական մայրցամաքի Պանգեայի տեսքով, որը ձգվում էր հյուսիսային բևեռից մինչև հարավային բևեռ։ Ժամանակակից Մայորկայի տարածքն էլ գտնվում էր գրեթե հասարակածի մոտ ու իրենից ներկայացնում ճահճոտ հարթավայր։ Այն վայրում, որտեղ հիմա միջերկրական ծովն է, Գորգոնոպսի ոտքերի տակ ձգվում էր հնագույն ծովափի մածուցիկ կավը։ Ու ահա 270 միլիոն տարի անց կենդանու քայլերի հետքերը կրկին արևի լույս են տեսնում։ Սրանք ուղղակի ճանկերի հետքեր չեն, սա քարացած շարժում է, խոնավ կավի վրայով կենդանու քայլերի ակնթարթը, ու այս հետքերի յուրաքանչյուր դետալ պատմում է այն մասին, թե ինչպես էր Գորգոնոպսը շարժվում։ Օրինակ, տեսանելի է, թե ինչպես էր կենդանին քայլում մարմնի տակ տեղակայված ոտքերով, ոչ թե մարմնի կողքերին, ինչպես սողունների մոտ է։ Հետքերի նեղ ճանապարհը, երկար գրեթե զուգահեռ քայլերը, քայլի բարձր անկյունը, այս ամենը խոսում է ուղիղ էներգաէֆեկտիվ քայլվածքի մասին։ Սա նշանակում է, որ Գորգոնոպսը արդեն ոչ թե սողում էր կողերը շարժելով, իրանը գալարելով, այլ քայլում էր ուղիղ, ինչպես գիշատիչ, որը կարող է երկար ժամանակ հետապնդել զոհին։ Նույն տարածքում երկրաբանական շերտագրությամբ ընդամենը 46 մետր ավելի խորը 1 տարի առաջ հայտնաբերվել է Գորգոնոպսի կմախք, ու պարզվել է, որ կենդանու թաթերի ոսկորները իդեալական համընկնում են հայտնաբերված հետքերի հետ իրենց համամասնությամբ, մատների երկարությամբ, հոդերի անկյուններով։ Ըստ էության, 4 միլիարդ տարի հետո մարդկությունը հայտնաբերել է ոչ միայն հետքերը, այլև նրան, ով այդ հետքերը թողել է։ Հետազոտողները Գորգոնոպսի այս նոր տեսակն անվանել են Ալգերպես ֆերուս։ Կենդանու հետքերը վկայում են խոշոր կեռ ճանկերի մասին։ Դիմացի թաթերը ավելի կարճ են ու նեղ, հետևինները երկար ու հզոր, մինչև 10 սանտիմետր լայնությամբ։ Որոշ տեղերում հետևի թաթերի հետքերը մասնակիորեն ծածկում են դեմի թաթերի հետքերը։ Այսպիսի քայլվածքը հատուկ է արագ ու ուժեղ գիշատիչներին։ Հայտնագործությունը խոսում է նաև էվոլյուցիոն ուղու, մասնավորապես այն պահի մասին, երբ ողնաշարավորները սկսեցին ուղիղ քայլել, երբ էներգաարդյունավետությունը դարձավ ավելի կարևոր, քան պրիմիտիվ կայունությունը, երբ հոդերն ու մկանները վերադասավորվեցին այնպես, որ մարմինը մնա գետնի նկատմամբ ուղիղ կանգնած, այլ ոչ թե թեքված։ Սա փոխեց ամեն ինչ։ Ուղղահայաց վերջույթները թույլ տվեցին ավելի արագ ու հեռու շարժվել, որսալ ու գոյատևել կլիմայի փոփոխությունների պայմաններում։ Նույն տրամաբանությունը հետագայում կառաջացնի դինոզավրերին, ապա մեզ։ Գորգոնոպսերը պատկանում էին տերապսիդներին, խմբի, որից հետագայում կառաջանան իսկական կաթնասունները։ Նրանց մարմիններում արդեն նշմարվում էին ապագա կաթնասունների հատկանիշները՝ դիֆերենցված ատամներ, հոդեր, որոնք նման են կաթնասունների հոդերին, ու անգամ լսողական ոստրիկների վերադասավորումը, որոնք հետագայում կդառնան մարդու միջին ականջի մի մաս, այնպես որ Մայորկայում հայտնաբերված ուղղակի գիշատչի հետքեր չեն։ Դրանք առաջին վստահ քայլերն են ճանապարհով, որը տանում է դեպի տաքարյունություն, մորթի մայրական կատ, աշխարհ, որում հետագայում կառաջանան կատուները, կետերը եւ վերջապես մարդիկ։ Երբ հնագույն մարդը սկսեց զբաղվել որսորդությամբ։ Սա բավականին հետաքրքիր դիսկուսիոն հարց է, որը երկար ժամանակ քննարկում են մասնագետները։ Սակայն կա տարբերակ, համաձայն որի մեր հնագույն նախնիները ոչ միայն որսորդներ էին, այլ առաջին հերթին լեշակերներ։ Journal of Human Evolution ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն հնագույն մարդկանց մոտ լեշակերությունը պատահական կամ ստիպված վարքագիծ չէր։ Հակառակը, սա գոյատևման կարևոր ու ռացիոնալ մարտավարություն էր, որսորդությունից ու հավաքչությունից բացի գլխավոր մարտավարություններից մեկը։ Հետազոտության հեղինակների կարծիքով հենց լեշակերությունը կարող էր հիմք դնել մարդկային ամենակերության համար։ Բուրգոսի հետազոտական ինստիտուտի գիտնականները վերլուծել են հնագույն վարքագծային մոդելները կերի օպտիմալ հայթայթման տեսության տեսանկյունից։ 1966 թվականին Ռոբերտ Մակարթուրի եւ Էրիկ Պիանկայի առաջարկած այս տեսությունն իսկական կլասիկայի էկոլոգիայում։ Համաձայն այս տեսության ցանկացած կենդանի, այդ թվում մարդը, ընտրում է ոչ թե ուղղակի սնունդը, այլ մարտավարությունը, այսինքն ժամանակի եւ ուժերի նվազագույն ծախսով սնունդ հայթայթելու ամենաձեռնտու տարբերակը։ Երբ սննդի որոնումը երկար է տևում, իսկ բուն սնվելը կարճ, կենդանին վերածվում է ունիվերսալի, այսինքն կամակորություն չի անում եւ ուտում է այն ամենն, ինչ հանդիպում է։ Այդպես է վարվում օրինակ գորշ արջը, նա կարող է ժամերով թափառել անտառում, շրջելով քարերն ու գերանները մրջյուններ գտնելու համար, իսկ գտնելու դեպքում ուտում է վայրկյանների ընթացքում։
ու հակառակը։ Եթե սնունդն աչքի առաջ է, սակայն այն հայթայթելը դժվար, վարքագիծը դառնում է ընտրողական։ Այդ քաղների հոտին հետևող առյուծն ընտրում է թույլ կամ երիտասարդ առանձնյակներին հետապնդման ուժերը խնայելու համար, իսկ սննդային շղթայի ավելի ցածր հատվածներում գտնվող կենդանիները նախընտրում են անվտանգ, թեև ավելի քիչ սննդարար սնունդը՝ սերմեր, խոտ, միջատներին։ Երբ հետազոտողները մոդելը կիրառել են հնագույն մարդկանց նկատմամբ, պարզվել է, որ լեշակերությունը ոչ թե հակասում է որսորդությանն, այլ լրացնում է այն։ Լեշ ուտելը ոչ թե ստիպված անելանելիությունից դրդված քայլ էր, այլ մտածված մարտավարություն պայմաններում, երբ որսորդությունը չափազանց ռիսկային է, իսկ բուսական սնունդը սակավ։ Լեշը բարձր կալորիական եւ հարաբերականորեն կանխատեսելի սնունդ է։ Խոշոր խոտակերների, օրինակ փղերի եւ ռնգեղջյուրների մարմինները կարող են շաբաթներով կերակրել հնագույն մարդկանց մի ամբողջ խմբի։ Բացի այդ, հնագույն հոմինիդները, սկսած Homo habilis-ից մինչև նեանդերթալացիներ, օժտված էին այդպիսի ռեսուրսներն օգտագործելու համար բոլոր անհրաժեշտ միջոցներով՝ սուր տեսողություն, լավ հոտառություն, դիմացկունություն եւ պարզագույն քարե գործիքներ։ Հետազոտողները նաեւ հետաքրքիր գաղափար են առաջ քաշել։ Հնարավոր է մարդիկ հաճախ կիսում էին հայտնաբերվածը այլ լեշակերների, բորենիների, անգղների, շնագայլերի հետ, ոչ ընկերության իմաստով, այլ որպես ռեսուրսի համատեղ սպառման էկոհամակարգի մաս։ Այդպիսի հարևանությունը կարող էր կարևոր հանգամանք լինել սոցիալական վարքագծի առաջացման համար, որովհետև սնունդը հայտնաբերելու եւ պաշտպանելու համար անհրաժեշտ է կազմակերպված գործել։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ ֆիլմը Նիլ Բլոմքեմփի 9-րդ շրջանն է։ Երկիր այցելած այլ մոլորակայինները վերածվել են փախստականների։ Նրանց տիեզերանավը կախված է Յոհանեսբուրգի վերևում, իսկ մարդիկ այլ մոլորակայիններին տեղավորել են հատուկ ճամբարում, որը ժամանակի ընթացքում վերածվել է իսկական գետոյի։ Գլխավոր հերոսը վերաբնակեցման հարցերով զբաղվող չինովնիկն է, ով պատահաբար վարակվում է օտարածին նյութով եւ աստիճանաբար վերածվում այլ մոլորակայինի։ Հիմա նա ինքն է հետապնդողից վերածվում զոհի։ 9-րդ շրջանը հզոր սոցիալական առակ է քսենոֆոբիայի, մեկուսացման եւ ռասիզմի մասին։ Պատմությունը կառուցված է վավերագրական ռեպորտաժի նման, ինչը տեղի ունեցողը դարձնում է վախենալու աստիճան իրական։ Էկրաններ բարձրանալուց հետո ֆիլմը դարձավ իսկական սենսացիա։ Փոքրիկ բյուջեով նկարված 9-րդ շրջանը ստացավ Օսկարի անվանակարգ ու մինչև հիմա համարվում է ամենախելացի գիտաֆանտաստիկ ֆիլմերից մեկը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։